Ընկերներս պատկերացնում են, ես որ մենակով 10 հոգու կծեծեմ։ Բայց դե ինչ չի։ Դու 20,000 դրամ վերցրիր հայրիկից, գնացիր ձմերուկ եւ վաճառեցիր դրանք ձեր տան մոտ, ճիշտ եմ։ Դու այսօր ունես կայացած բիզնես։ Առաջի բանը այդ կապերն է։ Արսենը ասում է ինչքան տուն կառուցեցի, այդքան երեխա պիտի ունենամ, եկեք ճշտենք արդյոք կինը համաձայն է։ Այդքան չի, բայց 5 երեխա ունենալու եմ հաստատ։ Ոչինչ չունենաս, բայց գնես օլիմպիական չեմպիոններն եմ 0-ից աշխատեմ հետո։ 10-0 հաշվով 4 գոտեմարտ 3 րոպեում։ Ասում էին, որ ռեկորդ է, էլի։ Իսկ այդ պահին ի՞նչն է քեզ ամենաշատը օգնում։ Այդ պահին Ոքի շատ սոված էի։ Ես շուտ ուզում էի մրցաշարը ավարտել, որ ես այդտեղ մարոժնի ուտեի։ Ազնիվ խոսք։ Ազնիվ խոսք։ Արմանի հետ երբ մտերմացաք եւ ուր է տանում ձեզ ձեր ընկերությունը։ UFC ոից հետո որ հաղթեց միայն մեզ հետ էր Ամոյանը, Արտուր Ալեքսանյանը 4-ով շատ արկածների մեջով անցանք։ Այդտեղ մոռացել էինք որ մենք սպորտսմեն ենք էլի։ Արդեն վախենալու է հնչում։ Իմ ընկերները ասում էին խի մեքենա քեզ չես առնում, ասում էի դե տուն եմ կառուցում, ասում էի հենց տունս կառուցեմ բրծնեմ, մայբախ եմ ուզում։ Ես տունս կառուցեցի բրծել, մայբախը նվեր ստացա։ Մայբախնով է քեզ նվիրել։ Արմեն ինչքան աշխատում։ Ուջանից մայբախը նվեր տալի։ Ինչ է ստացել ավելի լավ նվեր։ Տուն։ Այկեսի ոչ մեկիս։ 2.5 Ձեր բախտը բերեց էլ բարբաչան կպ։ Աստված իմ շնորհակալ եմ։ Եվրոպայի քառակի չեմպիոն եւ վստահ եմ որ այսօր էլ ինձ հաղթելու է նոր գնա, այն էլ իր կայծակնային արագության փախթանակներով, որոնցով մեզ բազմաթիվ անգամներ չափազանց շատ ուրախացրել է։ Ըմբիշ Արսեն Հարությունյան։ Ողջույն ու շնորհակալ եմ, որ այս բուրըն մարզումային ընթացքում ժամանակ գտար այս հաղորդման համար։ Բարև ձեզ, ես եմ շատ շնորհակալ հրավերքի համար, շատ մեծ պատիվ է ձեր տաղավարում հյուրընկալվել։ Ինչպես են անցնում մարզումները եւ արդեն պատրաստվում եք նորությունների։ Շատ լավ են ընթանում մարզումները, պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը, ճիշտ է շատ ծանր է, բայց չենք ընկճվում, ոնց մարզիչն է ասում, եթե կա նպատակ, ուրեմն պարապմունքների ժամանակ այդ նպատակը քեզ էներգիա է տալու։ Հրաշալի։ 9-6 ռոբոտիկն է մեզ հետ Արսեն ջան, ինքը մեզ այսօր հարցեր է տալու։ Այդ հարցերը ենթադրում են թվային պատասխաններ։ Մենք պիտի գուշակենք։ Պատրաստ ես։ Թիվ թվաբանությունից ո՞նց ես։ Մի քիչ լավ չեմ, բայց փորձեմ։ Կարծես ինքը չի բիզնես ղեկավարում։ Գնացինք։ Ըմբշամարտի ազգային ամենահին ձևերից մեկը կոխը հայկական է։ Քանի տարվա պատմություն ունի։ Կոխը, ես հիշում եմ, որ Անուշ պոեմում կա դրվագ, որը նկարագրում է, թե ինչպես են ձյուծազունները կոխ բռնում իրենց ուժը ցույց տալու համար, որտեղ տոնախմբության մաս է եղել, չէ՞, կարծեմ նաև ժամանակին։ Փաստորեն ըմբշամարտի հիմքում է կոխը։ Ես գիտեմ, որ սաղ աշխարհում կոխը ընդունված է եղել, մենակ Հայաստանում չէ, ամեն մեկը ոնց որ մի ձևի է ներկայացրել, բայց Հայաստանում շատ ընդունված է եղել ու մարդիկ շատ սիրել են։ Ինքան են սիրել, որ հիմա անկեղծ ինչ որ գրականությունից դրվագներ են հիշում տարբեր։ Կարծեմ էպոսի մեջ էլ կա հատված, որ նկարագրում է հենց կոխ բռնելու ընթացքը։ Այդքան հին է փաստորեն ինքը։ Այո։ Հիմա պետք է հիմնվենք այս ինֆորմացիայի վրա ու գրենք թիվ։ Պատրաստ ես։ Հա, պատտում ենք գրատախտակը։ 1800 տարի մոտավորապես Արսենի կարծիքով, ես էլ մոտ թիվ եմ գրել 2000 տարի։ Եկեք լսենք ճիշտ պատասխանը։ Կոխը ունի առնվազն 1500 տարվա պատմություն։ Դու ավելի մոտ էիր փաստորեն եւ միավորը գրանցվում է քո օգտին։ Տես հիշեցինք ինչ որ գրական դիպվածներ, որտեղ տղաներն իրենց ձյուծազուն ուժն էին ի ցույց դնում կոխ բռնելով։ Դու որպես ֆիզիկապես նաեւ ուժեղ եւ տարբեր հնարքների տիրապետող մարզիկ։ Ինչպես է ազդում քո ներկայությունը շրջապատի վրա։ Կոնֆլիկտներ լինում են, իրենց թույլ են տալիս վիճել թե ոչ։ Եթե անկեղծ ընկերներս պատկերացնում են, ես որ մենակով 10 հոգու կծեծեմ։ Զանգում են։ Իրակ միշտ հույսը դնում են իմ վրա, բայց
չի հասնում դրան, միշտ խոսալով ամեն հարց լուծվում է։ Բայց զանգում են ասում են արի 20 հոգի ենք ես մենակ։ Միշտ պատկերացնում եմ, որ կարանք մենք միշտ քիչ գնանք մի 10 հոգի, որովհետև ես հետներն եմ, ասում շատ է գերագնահատում ինձ է։ Արսեն, բայց այդպես չի, իրականում չես կարող այն հնարքները, որոնց տիրապետում ես, օրինակ բանեցնես տարբեր մարդկանց վրա, մի քանի հոգու արագ գետնին տապալես։ Կարող եմ մի քանի հոգու, բայց ոչ 10 հոգու։ Հասկացա, իմացանք արդեն։ Մի քանի հոգու ընդամենը։ Իսկ ինչ հետաքրքիր դրվագներ կան հենց այս հայտնիության հետ կապված։ Գնացել եմ ծով հանգստանալու ու շատ ոնց որ լողանալու շատ խորն էի գնացել ու հոգնել էի։ Չէի կարող հետ գայի, մեկը գոռում դու բառես չես։ Իքը լոդկով անցնում էր, ասում եմ հա, ու դες բիակովից ճանաչես, ես էլ ասում ով պետք է ինձ փրկեր, որ բառես չլիներ էլի հիմա։ Դու բառեց չես, դե հետ լողա։ Իվա նստել եմ լոդկի վրա, ասում հիմա ինչ որ բառես չունեի, չէի բանանելու, օգնելու ինձ տանել։ Հայեր, հա, փաստորեն ճանաչել։ Չէ, վրացի էր։ Ասում է չէ, ասում է ոնց, ասում դու մեր վրացիների հետ շատ ես կպե, ասում է ես ճանաչում եմ, բան, ասում դա որ ես չունեի կօգնեի, ասում հա կօգնեի, բայց վստահ եմ էթալու էր էլի։ Հրաշալի, իսկ հայ համայնքում ընդհանրապես ինչպես են դիմավորում, ճանապարհում։ Միշտ ուր գնացել ենք օտար երկրներում, որ հայ համայնքը դիմավորել է, շատ լավ է դիմավորել ու հենց այդ ամեն ինչն է, որ մեզ էներգիա է տալի, որ մենք ուզում ենք ավելի ոգևորված պարապենք ու ավելի շատ հաղթանակներ գրանցենք։ Արդեն հաղթում ես դու ինձ։ Լսում ենք երկրորդ հարցը։ Ըմբշամարտում ամենաարագ տուշե հաղթանակը քանի վայրկյանում է գրանցվել։ Սիրելի ռոբոտիկ։ Կնի ասեմ UFC-ում ամենաարագը քանի վայրկյանում է UFC-ում։ 7։ Այդ ոնց։ Մի անգամ ցենց բոյը սկսել է ու մի անգամ նոկաուտով հաղթել են։ Մեր մոտ ոնց որ ամենաարագը ելել է 20 վայրկյան։ Պատտում ենք հիմա գրատախտակը։ 15 Ես 25 եմ գրել։ Իվան Յարիգինը աշխարհի գավաթի մրցումներում 27 վայրկյանում տուշե հաղթանակ է գրանցել։ Շնորհակալություն, որ ինձ հուշեցիր եւ ես օգտվեցի այդ փաստից եւ գրեցի ճիշտ պատասխանին, ավելի մոտ պատասխան հաշիվը հավասարեցնում եմ։ Սա քո ամշամարտը չի, որ գազ ինձ հաղթես գնաց։ Եթե վերջում պարտենք, արդեն պետք է ամշամարտ կրնենք։ Այդ off the record ենք անելու, Արսեն ջան, ես չեմ ուզում ինձ մեզ դիտողները գետնին մահացած տեսնել։ Քո ամենաարագ հաղթանակը քանի վայրկյան է եղել։ Ես գիտեմ, որ դու կարծես թե հայ մարզիկներից ամենաարագն ես, չէ՞։ Ոնց որ 32 վայրկյանին Թուրքիա էի կպնում։ 32 վայրկյանում եմ ամենաարագը հաղթել Եվրոպայի եզրափակիչներ 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը ես բոլոր մրցակիցներիս իրար հետ 3 րոպե 20 քանի վայրկյանում եմ հաղթել ու սա բոլորին 10-0 4 գոտեմարտ եմ ունեցել 10-0 հաշվով 4 գոտեմարտ 3 րոպեում 3 րոպե 20 քանի վայրկյան դա ասում էին որ ռեկորդ է էլի որովհետև տենց չի եղել Իսկ այդ պահին ի՞նչն է քեզ ամենաշատը օգնում Այդ պահին ուղղակի շատ սոված էի 57 քաշային կարգում էի գտնում Ես շուտ ուզում էի մրցաշարը ավարտել որ ես էի մարոժնի ուտել Ազնիվ խոսք Բոլորը պատկերացնում եմ Բոլորը մտածում են վեր գաղափարներ կա բայց որ մի 4 ամիս ուզածը չես ուտում մենակ սալատ ես ուտում ու մի կտոր միս հասկանում ես որ ոչ մի բան աչքիդ չի գալի Մենակ մրցաշարը ավարտվի, գնաս քո ուզածը Ու հենց պաղպաղակ փաստորեն։ Այո։ Շատ ես սիրում։ Առաջինը աշխարհի առաջնությունից հետո էլ հենց մրցաշարը ավարտվեց, ընկերս ասում է հիմա ասա ինչ ես ուզում, ինչ ուզում ես աշխարհի տակ ինչ կա, դից մենք անենք, ուզում եմ մորոժնի ուտել։ Ասում լուրջ ես, ու գնացել եք ամեն տեսակից մի քիչ պետքա փորձեի։ Չէ, քաշքցելը դժվար է շատ։ Չեմ ցանկանում ոչ մեկին։ Աղջիկները եւ կանայք կհասկանան քեզ հիմա։ Ես հիմա պատրաստվում եմ։ Հիմա ռեժիմի մեջ էլի պետք է քաշկցես 10 կիլո 10 կիլոգրամ Այո Իսկ կարող է բարձրացնես քաշդ Չէ օլիմպիական քաշը 57 քաշային կարգն է որը պետք է այդտեղ մասնակցեմ դենց դժվար է Բայց անհնարին չի։ Կարևորը ոնց որ պետքա գլխիդ մեջ իմանաս, որ դու իջնելու ես ու կպնելու ես, էլի մենակ իջնելով չի, մենք որ քաշին կանգնում ենք 2 ժամ հետո
արդեն սկսում ենք գոտե մարտելը, դու պետք է այնպես իջնես, որ ուժ ունենաս, որ կարողանաս կպնես։ Ինչքան ժամանակում պետք է իջնել 10 կիլոգրամ։ 4 ամիս պետք է ռեժիմ պահեմ։ Այդտեղ քաշը вообще չեմ կորցնում, կարող մի քիչ բարձրանա, բայց օրգանիզմս լինում է ամենալավ վիճակում ու վերջի 10 օրը արդեն նոր իջնում է։ 10 օրում 10 կիլոգրամ պետք է քաշ գցել։ Վերջի 10 օրը դեմի մի շաբաթը ավելի տենց քիչ, կարող մի 3 կիլո իջնեմ, բայց այդ վերջի 3 օրը նոր արդեն ռեսկի։ Բայց հետո լավ է զգում։ Ես կարող եմ մի բան պատմեմ։ Այս վերջի գոտե մարտին ես ու Արմանը թազը բան էինք փորձում քաշ գցելու մեջ։ Արմանը ինձ ասում է՝ «Դե խմի ոչինչ, կեթանք էսի բանա, մի բոյա էլի, առավոտը կշռվելու ենք, իրիկունը կպնելու ենք»։ Արի սենց փորձենք, այս անգամ տենանք ինչքան կարանք էլի, իջնենք շատ մի օրում, ոնց կզգանք։ Հիմա այդպես գնում ենք սևի կրաուտելա զաղճամփի ու Արմանը ասում է «Այս մի լիտր ջուրն է խմի, հաստատ դու 2 կիլոից ավել չես լինելու, բայց մերը մաքսիմումը պետք է լիներ 2 կիլո, իրանը 3 կիլո»։ Ինքը դե որ բարձր քաշում է կպնելու, դե վերջի պարապմունքին 3 կիլոն նորմալ է իր համար։ Իմ համար 2 կիլոն է նորմալ, բայց դրանից ավելը արդեն նորմալ չի էլի, որ իրիկունը պետք է ժամը 7-ին պարապենք, առավոտը 8-ին կշռվենք էլի։ Արմանը ինձ տալիս ասում խմի, ես խմում եմ ջուրը, բայց մի քիչ բանանելով էլի, չափը պահելով, բայց ինքը միջև վերջ է խմում, գնացինք հասանք, Արմանը ասում է զգում եմ ես թեթև եմ, ասում եմ բայց ոնց որ ես էլ եմ թեթև, զգում եմ։ Իվա կանգնել ենք կշերքին փաունդով է էդի, ես չեմ հասկանում այդ փաունդից, եկե Դոմոս ինչ ասում ես սխալ է, ասում ինչ է, ասում եմ իմը նայ նորմալ է, ասում եմ չի կարա սխալ լինի, էլի դու հասկանում ես, ասում եմ կշերքը սխալ է, էսի սխալ է ցույց տալի 5.5 կիլո ասում եմ ոնց կարամ ավել լինի, ասում եմ քոնը չգիտեմ, բայց իմը նայ, ասում եմ հաշվի տես, ես ինչքան եմ ավել, ասում եմ նես չի, դու քիչ ես, ասում եմ լավ, ասենց այդ պահին տես ոնց սիրտս հանգստացավ, ես ասում եմ քիչ ինչքան եմ Արման, ասում եմ համարյա 4 կիլո, ասում ինչ ես խոսում 4 կիլո իկրա էիք կերել։ Չենքա շատ էիք կերել, համը վիդեո էիք նկարում, բանեինք ու դու Արմանի հետ որ ընկար, կարող է վերջում դառնաս քերծանր քաշային։ Առաջին նորամուտս եմ ասում, այստեղ նշելու ասում կարող ես բեռնեմ չկար։ Մի պարապմունքով իջանք, ես 4 կիլոն իջու, ինքը 5.5 կիլոն, մենք էլ էինք զարմացել, շատ էինք ջուր խմել, ոնց որ ջուրը դուրս եկավ, առավոտը հելանք քաշներից էինք։ Կարևորը որ ուզենաս էլի քաշիտ կայնես, որ այդ պահին մտածեինք ոչ չի լինի, բան չի լինի։ Շատ սխալ խորհուրդ է, որովհետև մարդիկ տարիներով դիետա են պահում։ Ու Արսենը, կարևորը ուզենաս այդ քաշին կանգնել։ Բայց ասեմ, ինչքան ուզում ես դիետա պահես, ինչքան ուզում ես շատ մարզվես, բան, դրանք սաղ ջուրը կընկնի, եթե դու չհետևես քո սնունդին։ Ամենաառաջնայինը սնունդն է, կարես вообще չգնաս սպորտզալ նիհարելու ժամանակ, բայց սնունդով նիհարես մի շաբաթում կարես քո ուզած քաշը նիհարես։ Ուղղակի պետք է կարողանաս քո դեմը։ Նիհարեցնող դիետոլոգ։ Կարող ես գրել Instagram-յան էջին, եթե մի օր անգործ մնաս, կարող ես զբաղվել դրանով։ Հայաստանում միշտ անգործ մնա։ Քո վազվզող տեսակը հաշվի առնելով իսկապես Արմանի հետ երբ մտերմացաք եւ ուր է տանում ձեր ընկերությունը։ Հայաստանի սարերից ձորերից այն կողմ։ Ինքը ուր է տանելու վերջը։ Ես էլ եմ այդ ենթատեքստով ասում։ Իրան հիմա վերել եմ Հայաստանի սարերն են ցույց տալիս։ Դու ես համոզել։ Այդ օրը ցեխերի մեջ ենք ցանում։ Ասում եմ Նյուպորտ Բիչից ուր եկանք հասանք, ասում այս ուր ես վերել։ Ասում եմ բայց ճիշտ է ասա, դուրդ գալիս է, ասում եմ սենց էմոցիաները չկա, ասում եմ վերջն է, ասում ու մի քանի անգամ են գնացել, էլի։ Արմանը իր տեսակով էս մարդը, եթե մի բան իր դուրը չեկա, չուզում է լինի ինքը անհնար է գնա, բայց եթե մի երկրորդ անգամ մի դեյթում, ուրեմն ինքը ահա որ ինքը շատ ծանրաբեռնված է։ Ուրեմն ահավոր շատ դուր է եկել, սա իր գործերը թողում ու միշտ այդ ինչն էր այդքան հավանել Հայաստանում։ Բագի քշել է ցեխերը։ Ցեխերն է հավանել մեր։ Մի օր որ вообще հերախոսներին չենք պատասխանում, մտնում ենք սայերի մեջ, բագիները ջարդելով, այդ այլ դուրներս գալի։ Որ ասում են ինչ ուզում եք արեք, մենք երկու հատ բագի ջարդեցինք, եկե անկեղծ չգիտեմ, այդ Յուրանոցի տերը էլ կթողի մենք այդան կնե թե չէ։ Կթողնի ինձ թվում է, ես շատ սիրում եմ։
Վերջում ասում Արման ասում կորոնք էս բագին տրակցնենք ասում Արման ջան արդեն տրակցրել եք ասում Ես ու Արմանը 2019 թվականին ենք ծանոթացել Սոջիում ուսումնամարզական հավաքների ժամանակ ինքը նոր ոնց որ մեծ քայլերներ անում սպորտային UFC-ի մեջ Այդտեղ ոնց որ ծանոթացանք, ես իրան ասացի Հայաստան եկել ես, ասես չէ, ասի ես քեզ հրավիրում եմ մեր այդ հավաքների, արդեն մեր այդ մասնակցի, ասես մեծ սիրով կգամ ու դրանից մի 2 ամիս հետո մենք Ծաղկաձորում հավաք ունեցանք, ինքը եկավ, միացավ մեզ ու տենց ոնց որ մեր ընկերությունը դեից ամրապնդվեց։ Դու ես իրեն ավելի շատ մոտիվացնում, թե մյուսին, նայած որ մեկը այդ բանը պատրաստում մրցաշարի, բայց պարապմունքների ժամանակ երկուսովս էլ սիրում ենք շատ պարապել ու ոնց որ մեկս մյուսին ոնց որ իննա դնգած, մեկս մյուսի մասին մտածելով տես պարապում ենք, օրինակ էս վերջի պարապմունքը Արման ասեց դե ոչ մի տեղ ես չէի հոգնում պարապմունքների մեջ, ասեց այսօր էս բան ենք անելու, որ դու ձև չկա իմ հետևից հասնես դրան, ասի դե վազելու մեջ ես արագ եմ վազում, գնացինք հեծանիվ քշելու, ասում եմ քանի կիլոմետր ենք քշելու, ասում եմ 80, ես գիտեմ դες կատականում դες 80 կիլոմետր քշեցիք, ակեղծ ասում քշեցինք ու բացի իրանից մի հատ էլ ուրիշ մարզիկ կար մեր հետ, ես չի ուզում հետ մնայի, այդ առաջի օրը դες լավ քշեցի, որ հասանք վերջնակետին, ես ասում էի կյանքիս մեջ այսքան չէի տանջվում, իրոք շատ դժվար էր, մենակ այդտեղ դες որ հոգնա, երկրորդ անգամ ասի չեմ քշի, երկրորդ անգամ գնացել եք ասում ես մրցումների եմ, ձև չկա, դուք գնացեք հանգիստ քշեք, ես իմ համար մի 30 կիլոմետր կփռամ կգամ։ Իսկ Արմանի հետ ամենածիծաղելի դրվագը որ ունեցել եք, որն է։ Եթե անկեղծ Արմանի հետ ասախ ծիծաղելը դրվագները էլ էին կյանքում։ Բայց չգիտեմ որը պատմեմ, սաղնես դեպքեր պատմելու չի։ UFC ոյից հետո որ հաղթեց միայն մեզ հետ էր Ամոյանը, Արտուր Ալեքսանյանը 4-ով շատ արկածների մեջով անցանք։ Պատմիր մի քիչ։ Մեկը մյուսին բացահայտում էր այդտեղ։ Այդտեղ մոռացել էինք որ մենք սպորտսմեն ենք էլի։ Իսկ ինչի էիք վերածվել։ Մենք էլ չգիտենք։ Արդեն վախենալու է հնչում։ Մի հատ հետաքրքիր բան պատմեմ, ոչ մեզանից։ Մեր երկիր հյուրայեք է Հենրի Սեխուդոն, օլիմպիական չեմպիոն, UFC 2 քաշային կարգի չեմպիոն, շատ ուժեղ մարդիկ է, ես որ sense մտածում եմ երկրորդը չեմ կարում գտնեմ էլի իրապես, որ համ բարբի մեջ է օլիմպիական չեմպիոն, համ UFC-ի մեջ է չեմպիոն ու 2 քաշի։ Այն որ չկա էլի իր նման, ցույց եմ տալի մեր երկիրը, բան գնացել էինք Գեղարդի վանքը որ ցույց տայի, հիմա որ բարձրանում ենք մարդիկ ոնց որ գետնից քար էին վերցնում ու գցում էին։ Հա, այնտեղ երազանք պահելու տեղ կա։ Հա, ասում եմ քարը գցում են, երազանք են պահում։ Վազելով գնաց քարը վերցրեց, ուզում էր այդ քարը գցեր, ասի մի վարքեն ասի, այս որ քարը գցեց, ինչ երազանք ես պահելու, ասես մտածեց, ասում է օլիմպիական չեմպիոն եմ, UFC 2 քաշային կարգում չեմպիոն եմ, շատ հարուստ եմ, ընտանիք ունեմ։ Գցեց քարը ընկավ մասաժ, այսօր մասաժ։ Կուզեի բոլորս երազանքները այդպես ես դե համերել եմ խնդալուց։ Որ ասում եմ կարող եմ մի օր էլ իմ մոտ գա այդ օրը արագ զարգել եմ Արմանին, ասում եմ գիտես ինչ ո՞նց արեց։ Ասում եմ ես դի սաղ տեղերը պատվելու եմ ասում։ Եվ ասում եմ Արմանը հետո իրիկունը զանգել հեն են տղու երազանքը կատարեցիր։ Հա, ինքը երկու օրեր ասում է մեջքս ձգվել եմ ասаж եմ ուզում մենք չէինք տանում։ Գեղարդն այդպիսի երազանք իր ամբողջ պատմության ընթացքում վստահաբար չէր լսել։ Մասաժ բարբարով էլ իրացում են։ Արսեն քո երազանքը որն է։ Օլիմպիական չեմպիոն։ Ես վստահ եմ, այնքան վստահ եմ այդ հարցը տալուց։ Լավ, արի լսենք հաջորդ հարցը կանրադառնանք դեռ օլիմպիական խաղերին։ Պրոֆեսիոնալ մարզիկների քանի տոկոսն է նաև բիզնեսմեն։ Քեզ էլ հաշվենք։ Քանի տոկոս է։ Քո ընկերներից քանի տոկոսն է, որ նաև ես իմ շրջապատից բիզնեսով ես զբաղվում։ Մի հոգու գիտեմ, ուսյո։ Ո՞վ է։ Արմանը։ Ամեն ինչ Արմանի մասին է այսօր։ Բայց աշխարհահռչակ մարզիկներից շատերն ունեն ճանաչված բիզնեսներ։ 1%-ը
Ինձ թվում է, հա, որտեղ պրոֆեսիոնալ սպորտի հետ շատ դժվար է բիզնես անելը ու պրոֆեսիոնալ մարզիկներից հաստատ մի տոկոսը կանի։ Ես որ նայում եմ, չգիտեմ մենք ճիշտ կասի թե չէ, բայց իմ ճանաչած սաղ աշխարհահռչակ մարզիկներից մի քանի հոգի կարող դու միայն ձեր մրցաձևում ես, չէ՞ նայում։ Ֆուտբոլը մոռանում ես, թենիսը մոռանում ես, բասկետբոլը մոռանում ես, որ համաշխարհային բոլոր բրենդները հիմնել են իրենք։ Ճանաչում եմ սպորտային տարբեր ատրիբուտների։ Ինչ ռեկլամները դա բիզնես են համարում, դուք կրում եք ինձ 30-ից 50%-ը, քանի որ նրանք ունեն ավելի մեծ եկամուտներ, ճանաչում եւ կապեր։ Դու 20000 դրամ վերցրիր հայրիկից, գնացիր ծմերուկ եւ վաճառեցիր դրանք ձեր տան մոտ, ճիշտ եմ։ Սա քո առաջին բիզնեսն էր, որ տարիքում։ Ոնց որ 13 տարեկանում 13 տարեկանում, ահա։ Սա հիմք դարձավ նրա, որ դու այսօր ունես, կարելի ասել, կայացած շինարարության ոլորտում, չէ՞ բիզնես։ Տներ ես կառուցում, չգիտեմ ինչ ես անելու դրանք։ Ես էլ չգիտեմ։ Բայց ասեմ, որ Արսենը ասում է ինչքան տուն կառուցեցի, այդքան երեխա պիտի ունենամ, եկեք ճշտենք արդյոք կինը համաձայն է։ Չէ, դա արդեն շատ են տները։ Առաջ ասել եք, չէ, դա շատ է։ Տները շատ են, այդքան չեք ձգի։ Այդքան չեք ձգի, բայց 5 երեխա ունենալու եմ հաստատ։ Դեռ 2-ն են։ Հա, դեռ 2-ն են։ Աստված առաջ, Աստված եթե տա, ես շատ եմ ուզում։ Ես երեխաներ շատ եմ սիրում, ու պետքա շատ մեծ ընտանիք ունենամ։ Ինչպես ձեր ընտանիքն է։ Այո։ Դե մի քիչ պատմիր, լավ։ Ասացիր շատ դժվար է պրոֆեսիոնալ սպորտը եւ բիզնեսը համատեղել։ Իսկ Հայաստանում բիզնես անելը հեշտ է։ Այո։ Այո։ Հատկապես երկուն ես նշեց, չէ՞, ունես կապեր, ճանաչում եւ եկամուտ։ Առաջի բանը այդ կապերն է։ Ահա։ Կապերի միջոցով դու կարող լիքը բիզնեսների մեջ հաջողություն ունենաս, որ առանց խառնվելու ընդհանրապես մարդկանց ծանոթացնելու իր հետ ու քո պրոցենտը վերցնելու։ Եթե անկեղծ ես իմ ընկերների մեջ շատ մարդկանց եմ ծանոթացրել իրար, որ իրար հետ շատ մեծ գործեր են արել։ Ես սա ամբողջ աշխարհով մեկ ընկերներ ունեմ։ Ես ընկերասեր եմ ու անգամ իմ սապերնիկների հետ ես ընկերություն եմ անում։ 10 վայրկյանում հաղթում եմ 10-0 հաշվով, հետո ընկերություն եմ անում, հետո ջերում։ Այս վերջում գնացել եմ Վլադիկավկազ հավաքների իմ քաշային կարգի հետ ուժեղ տղաներից մեկի հետ եմ պարապում բան, ասում եմ գնում եմ Չինաստան, ասում եմ որ գնաս Չինաստան մի հատ կզանգես, դե գործում ես։ Զանգես վիդեո քոլով։ Ասում եմ ինչ գործ ես, ասում ինքը գնում է որ իր բրենդը ստեղծի, շորերի բան, ընդեղից բերի։ Ես էլ ոնց որ ուրիշ բան էի ուզում, ասում էի կարող է իմ համար էլ խոսած մի հատ ասում էր հա, բայց ես հիմա մի հատ մեծ պրոյեկտի վրա եմ աշխատում ու ինձ թվում է ինչքան բան արել եմ, դրանք սաղ զրո լինելու դրա դեմ, եթե կարողանամ այդ դրա մեջ ու կարողանամ որ հաստատ հաջողության եմ հասնելու լինելու է իմ մոտ էլի մի 2 ամսից սաղ պատրաստ կլինի կասեմ։ Մի 2 ամսից կարող է Forbes-ի ցուցակը շատ արագ գլխի վայ շուռ գա, այտենց անունդ բարձրանա ամենավերևից։ Էդի չէ, էդի լշուտ է։ Բայց իմ ընկերները սաղ ասում են, մեր ոնց նայում ենք մեր շրջապատից մենակ ասում եմ Ամերիկա եմ գնացել, ոչ մի առաջ անգամ։ Արմեն ասում ախպեր ոնց որ պետք է չգայր այդպես մամուս գործերներս վեկալ իրաց կյանքումս միջև հիմա չի եղել որ ես խնդրեմ Աստծուն ես ունենամ փող, ավտո, տուն ես մենակ մի բան որ խնդրում եմ Աստծուն ես իմ սպորտի մեջ իմ ուզած մեդալը կարողանամ նվաճեմ կարամ ես եմ որ կոպիտ ասած եմ որ չգիտեմ ոնց այդ բառը որ ոչ մի բան չունենամ զրո լինի, բայց ես օլիմպիական չեմպիոն եմ։ Ես անկեղծ պատրաստ եմ դրան։ Ես պատրաստ եմ դրան։ Ոչինչ չունենաս, բայց լինես օլիմպիական չեմպիոն եմ, զրոյից աշխատեմ հետո դրանից հետո։ Ես իսրտեմ աղթում եմ քեզ դա։ Շնորհակալ եմ շատ։ Ինձ թվում է մեզ դիտողները բոլորը 1000 անգամ ավելի կուրախանան, որ օլիմպիական խաղերում եւս մեկ անգամ եռագույնը ծածանվի չեմպիոնական։ Աստված առաջ։ Սպասելու ենք 2-1 հոգուտ ինձ, տես ինչ ես անում, գնացինք։ Քանի օլիմպիական մեդալ են բերել մարզիկները անկախ Հայաստան։ Ոյ, տեսնում ես, ռոբոտիկը մեզ լսում է։ Ես մտքիս մեջ հաշվում եմ, մոտավոր թիվ ասեմ։ Պտտում ենք։ Արսենի կարծիքով 18, իմ կարծիքով 30։
Լսենք ճիշտ պատասխանը։ Հայաստանը միջև օրս նվաճել է 22 օլիմպիական մեդալ։ Դու մոտ էիր փաստորեն, ես մի քիչ գերագնահատել էի մեր արդյունքները այս տարիների ընթացքում։ Հաշվում էիր, բայց հա։ Ես այն շատ հետ չկարողացա գնալ, ես սպորտին շատ քիչ եմ հետևում ու տենց Չես հասցնում։ Դե գիտեմ տո բանից, անչափ Փարիզ, Լոնդոնից, այդպես տենց հաշվելով տենց եկա, բայց հետո Լոնդոնից հետ արդեն չկարողացա էլի հետ։ Այդպես մոտավոր տենց Օլիմպիական խաղերին մասնակցելու քեզ համար այդքան կարևորությունից խոսեցինք։ Քո հարցազրույցներից դատելով կարող եմ ասել, որ դու անընդհատ փորձում ես ինքդ քո մեջ փոխել ինչ-որ բաներ, խորհուրդներ ես շատ լսում ու դա քեզ կարծես թե օգնում է։ Ճիշտ եմ հասկացել քո մարտավարությունը։ Ես այսօր 3 ժամ մենակ մարզիչից խորհուրդներն եմ լսել։ Այնպես բաներ էր ասում, թազա էներգիա էր տալի ու մենակ ինչ չէ այսօր սա քաղաքականի հետ էինք պարապում ու բոլորը հասկացան որ ինչ ուժեղ մարզիչ կա էլի մեր հայ մարզիչը աշխարհահռչակ ափսոս որ ինքը Հայաստանում չի մեկ-մեկ է գալիս ում մասին է ինքը Վլադիմիր Գեգամիշ Մոդոսյանն է ինքը իմ ամենաուժեղ մրցակիցներից մեկի տրիներն է դա շատ ցավալի է իմ համար Նրան էլ այդ խորհուրդները տալիս Արսեն Դե հա դե իրան սաննա պետքա տա բայց ինքն է չի մոռանում որ ինքը հայ է ու ինքը պետքա Հայաստանի համար մի բան անի դրա համար ոնց որ ինքը շատ է ուզում որ ես ասում եմ ինքը դառել է արդեն օլիմպիական չեմպիոն աշխարհի չեմպիոն Հիմա քո հերթն է դու ինքը ասում ես որ դու իրոք իրանից արդեն մի 3 անգամ ուժեղ ես ուղղակի ոնց որ դու ասում ինքը 4 ամիս նստում մտածում եմ ոնց կարա քեզի գորգի մեջ խափի ասում եմ ու դու դա հաշվի չես առնում ասում եմ ինքը գիտի որ քեզանից թույլ է ասում դու ես վերջի մրցունից էլ էլի իր ասածը լրիվ էդի 100% ճիշտ էր էլի ասում ինքը 3-4 ամիս նստեմ մտածում էր ոնց քեզ խափի ու հենց կրում էի ես իրան ինքը խափեց ու միանգամից ես բարբի ընթացքը փոխեց էլի Հիմա փաստորեն հետևություններ ես արել այդ ամեն ինչից Մտածենք մենք ոնց ենք խփելու Պետքա դու ուղղակի սրտանց ուզենաս որ հաղթես եղել է որ թույլ եմ ել իմ մրցակիցներից ես 19 թվի Եվրոպայի առաջնությանը կարամ ասեմ ես սաղից շատ թույլ էի այնտեղ մի հոգի չկար որ հավատար ես կարայի հաղթի բայց այդ տարի ես մենակ Եվրոպայի չեմպիոն դարձա սաղին կարողացա կրեմ ու վերջի վարքյաններին ես չի համակերպվում որ ես կարամ կրվեմ հաշիվը 8-0 էր բայց մնացել էր 2 միավոր որ տայի ու գոտեմարտը վերջացնեի աշխարհի չեմպիոնի հետ էի գտնում ես գորգի վրա նստած եմ մտածում եմ ոնց անեմ կրեմ ես չեմ ուզում կրված ելնեմ գորգից ու 8-0-ից հետո հաշիվը փոխվում է դառնում է 11-ով 17 իմ օգտին էլի այտենց լրիվ ուրիշ ընթացք ունեն ու կիսա եզրափակչում 6-0 էի կրվում այնքան էի հոգնե ասես արդեն գոնգը ոնց որ հնչեց 3 Եվրոպայական ավարտած եթե հանգստանայի մարզիչների մոտ նստել եմ չեմ կարող հելնեմ այդ մարզիչների մոտ այ ձև հոգնել էի այնպես զորով բարձրացա գրացի այտենց ջուր տվեցին կամերային այտենց հենց երկրորդ րոպեն սկսավ իմ էներգիան սաղ եկավ ու ընթացքը փոխավ 12 ոնց որ 7 բրծավ այտենց թե 6 բրծավ հաշիվը թուրք մարզիկի հետ շատ ուժեղ էր ինքը ու մի հատ հնարք ուներ որ սա իմ հնարքների շարունակությունն էր իմ համար դա շատ դժվար էր որովհետև ես չգիտեի ես պետք է իմ հնարքները չկատարեի համբերատար սպասեցի վերջի մի հատ շանսս օգտագործեցի ու գոնգը տվեց գրեցի դրա համար պետք է շատ ուզենաս ամեն ինչ եթե շատ ես ուզենում ու ցանկանում ես դա աշխատում հետաքրքիր բան ասեմ երբ տունս կառուցում էի իմ ընկերները ասում էին խի մեքենա քեզ չես առնում ասում էի դե տուն եմ կառուցում ասում էի հենց տունս կառուցեմ վրձնեմ մայբախ եմ ուզում Ես տունս կառուցեցի վրձին մայբախը նվեր ստացա մի քանի օր առաջ Հրաշալի է շարունակում ենք լսում ենք հաջորդ հարցը Որքան է արժեցել ամենաթանկ նվերը մարզիկին Մայբախի գներն ինչքան են կներեք չեմ տիրապետում Չէ ես ավելի լավ նվեր եմ ստացել Լավ մայբախն ով է քեզ նվիրել Ընկերս Ինչ ընկեր Փուջոն Հայա Այո Արման անունը ուղղակի Փուջո ենք ասում Իսկ ինքը ինչ գործ անում որ մայբախը նվիրում ընկերներին Համ մեր ամենամտերիմ ընկերն է իմ Արմանի համ Արմանի մենեջերն է
Բայց արմեն իշխում աշխատում։ Փուչոնից մայ բախա նվեր տալի։ Ինչ է ստացել ավելի լավ նվեր։ Տուն։ Երևանում։ Այո, կրահեկ որտեղ։ Հյուսիսային պողոտը։ Չէ, բայց դες չի որ դրա Էդ ով է նվիրը։ շատ լավ ընկեր, բայց մեզանից շատ մեծ է, ուղղակի ընկերություն ենք անում։ Բայց չեմ ասի։ Քո նվերների գները մոտավոր պատկերացրինք արդեն։ Պտտեցինք Արսեն։ Ահա։ 8 միլիոն դոլար։ Ընդամենը։ Դոլարանոց նվերը։ 40 միլիոն դոլար իմ կարծիքով։ Rolls-Royce Phantom-ը, որը Ջորջինա Ռոդրիգեսը նվիրել է սիրելիին Քրիստիանո Ռոնալդոին, արժեցել է $300,000 ավելի։ Այս իսկա պատասխանը ես աչքից դեմ տեսել եմ մարզիկին ինչը նվիրել $1 միլիոն ավել։ $200,000։ Այկեսի ոչ մեկից 2.5 2.5 Ձեր բախտը բերեց էլ բարբաչեն կպտի։ Աստված իմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ ուրախ զրույց էր։ Մաղթում եմ, որ առաջին հերթին օլիմպիական չեմպիոն դառնաս եւ երկրորդ հերթին այդ հիթ շքերթը քեզ նվերների թող չավարտվի։ Շնորհակալ եմ շատ։ Հանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։